Պարոն վարչապետ, ուզում եմ անդրադառնալ ազգային ժողովում երեկ ձեր հնչեցրած հայտարարությանը մի հատված մեջ բերեմ։ Ես չեմ կարող հավատալ, կներեք հազար ներողություն, եթե հիմա ասեմ, գիտեք ինչ, կարող է ուժեղ Հայաստանը, Հայաստան դաշինքը, ուժեղ ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն անցնեն խորհրդարան, նշանակում է իմ մտքով անցկացնեն, որ Հայաստանի Հանրապետությունում այդքան շուն ու շանգյալ կա, որ կարող է իրենց օգտին քվեարկի։ Պարոն Փաշինյան, այսպեսով դուք արդյոք ճնշում չեք գործադրում հայաստանյան քաղաքացիների ազատ կամ արտահայտման վրա, ովքեր կնախընտրեն ոչ թե իշխանություններին քվետալ, այլ ընդդիմադիր ուժերին։ Նախ թույլ տվեք ասել, որ ձեր մեջբերումը իմ խոսքից է, բայց խոսքը ամբողջական է, այսինքն ես նախ ասել եմ հետևյալը, որ քաղաքական ուժերը պատերազմի եւ որ նույնն է նախկինների եռագլուխ կուսակցությունը գալիս մարդկանց անվանում է ժեղ, անվանում է շուն ու շանգյալ, անվանում է բոշա եւ հետո ասում է մենք ընտրություններում հաղթելու ենք կամ մենք ընտրություններում հաջողություն ենք ունենալու։ Եվ ես մտածեմ, որ այդ ուժերը կարող են ընտրություններում հաջողություն ունենալ եւ նրանք դրանով մարտահրավեր են նետում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Այսպիսով իրենք պիտակարբորելով իրենց պոտենցիալ ընտրողներին որպես այդպեսին։ Եվ ես ասում եմ, չեմ կարող նախ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին կոչ եմ անում իրենց քաղաքական դիրքորոշմամբ ցույց տալ, թե ով է իրականում շուն ու շանգյալը ու բոշան նկատի ունենալով պատերազմի եռագլուխ կուսակցության վերնախավին։ Եվ այո, շատ անհարգալից կլինի իմ կողմից, եթե ես մտածեմ, որ Հայաստանի Հանրապետությունում կան քաղաքացիներ, ովքեր պատրաստ են պատերազմի եռագլուխ կամ որ նույնն է նախկինների եռագլուխ կուսակցության ներկայացուցիչների մարտահրավերը կուլ տալ եւ այդպիսի քաղաքական ընտրություն կատարել։ Ընդդիմությունը մենակ այդ երեքը չեն, էլի ընդդիմություններ կան, որոնք ոչ ժեխ են ասում, ոչ շուն ու շանգյալ են ասում, եւ ընդհանրապես ինձ համար Հայաստանի քաղաքացիները 2018 թվականից ունեն ազատ կամ արտահայտման իրավունք եւ ոչ քավլիցի մտքով այդպիսի բան չի կարող անցնել, որովհետեւ դա կհակասի իմ քաղաքական ինքնությանը եւ իմ քաղաքական ծագումնաբանությանը։